Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին: Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն: Սպասեցնել չեն տա: Անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուր-փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում և ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում: Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մեթերում, այս բան ես զրուցել եմ Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ Երևանի հավաքանում Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է, շնորհակալ եմ պարոն Սուքիասյան վերաբերվում ընդունելու համար։ Իշխանությունները շարունակում են հակաեկեղեցական արշավը եւ որքան էլ որ վաղ շաբաթում քաղաքացիական պայմանագիրը չստացավ 50+1% աջակցություն, այսինքն անգամ մասնակիցների մեծամասնությունը իրենց օգտին չքվեարկեց, Փաշինյանն ասում է նոր լիցք են հաղորդել հակաեկեղեցական արշավին։ Մենք տեսանք Արարատում ինքը մասնակցեց պատարագի, որին մասնակցում էր նաև թեմի առաջնորդը։ Ինչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ, հանրային աջակցություն կարծեք թե չկա, որքան էլ Փաշինյանը պատկեր փորձում է ստեղծել, բայց կարծեք թե իրենց падգամավորի կողմից հայտարարված հավաքված կոմպրոմատներ իրենց դերը խաղում են։ Հանրային կարծիքի փոփոխություն ակնհայտ է, որ ի օգուտ Փաշինյանի չկա, պարզապես սողացող գործընթաց է տեղի ունենում, որ ինչ-որ կոմպրոմատներ կամ թվացյալ փաստեր աստիճանաբար տարբեր թեմերի առաջնորդների, եպիսկոպոսների, տարբեր հոգևորականների հետ կապված իշխանությունը իր զինանոցում ինչ ունի, դնում է գործածության մեջ եւ արդեն դա աննախադեպ երևույթ է, որ թեմի առաջնորդը բացահայտ պրոիշխանական դիրքորոշում ցուցաբերեց, թե թեմի առաջնորդը ով է վեհափառ ինչ վաստակ ունի նրա անցած ճանապարհի վրա հենց անձամբ արդեն վերջի մի քանի օրերում արծարծվել է, այդ թեմայով ես շատ չխոսեմ, բայց ակնհայտ է մի բան, որ ընդամենը բիրտ ռեպրեսիվ լծակներով իշխանությունը հոգևոր դասին ճնշումների է ենթարկում, փորձում են արդեն թվային գերակշռություն ստանալ, որ թե ովքեր են պրոիշխանական եւ ովքեր են ընդդեմ վեհափառի, այդ վիճակագրությունը փորձում են պատկերը փոխելով ինչ որ ստատուս քվոյի փոփոխության հասնել այդ ամեն ինչը դարձնել այնպեսի ճնշման մթնոլորտ, որ վեհափառը տեղի տա, բայց ես գտնում եմ, որ անգամից եթե բոլոր եպիսկոպոսները, պայմանական եմ ասում, այդպիսի բան չի կարող լինել, անգամից եթե բոլոր եպիսկոպոսները տեղի տան իշխանության ճնշումներին, միայն վեհափառ հայրապետը մայրաթոռում վեհարանում մնալով կարող է անսասան պահել վեհարանի դիրքը եւ իր բաժին հասանելիք ճակատամարտից չհրաժարվի վեհափառը եւ ես չեմ կարծում, թե սրանից հետո էլ ավելի ինչ որ պայթյուն առաջացնող նոր բաներ անելու իշխանությունը, որ նոր փաստեր կարող է հրապարակեն, եսիմ ինչ կարող են անել։ Այդ իհարկե մի քիչ արդեն ուրիշ խոսակցություն է, որ միգուցե եկեղեցին իրականում եւ կանոնադրական եւ կառավարչական որոշակի ռեֆորմերի կարիք իրոք ունի, բայց մի այլ բան է ռեֆորմ անելը կենսունակությունը եկեղեցու, բարձրացնելու համար, մի այլ բան է դա, դա շահագործելով, դա որպես հաղթաթուղթ օգտագործելով եկեղեցին որպես ազգային դիմադրության օջախ այդ հիմնահատակ անելը, ինչ անում են իշխանությունները, եւ եթե դիցուք մի պահ վերցնենք, որ Փաշազադեի խոսքը եկեղեցու մասին եւ Փաշինյանի գործողությունները հրահանգ չէին, դա պատահական համընկում էր, անգամից եթե դա պատահական համընկում էր, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը պետք է մի պահ ապաղեր եւ հասկանալ, որ նման ունիսոն կերպով Կովկասի հոգևորակ մահմեդականների առաջնորդի հետ միաժամանակ արշավ ծավալել հայ եկեղեցու դեմ,
դա դու սերունդները չեն ներելու դա։ Սերունդները հայհոյելու են եւ բացի այն որ մենք այս ժամանակակիցները շատ լավ գիտակցում ենք ինչ է կատարվում, նաեւ պատմության մեջ դա մի ամոթալի էջ է մնալու եւ մեր պարտքները թույլ տար որ այդ էջը հնարավորինս շուտ թերթել, անցնել առաջ, հայ եկեղեցին պահպանել անսասան եւ ամենակարևորը թույլ չտալ որ հայ եկեղեցուն վերաբերող տարբեր դրվագներ դարձնեն ներքաղաքական ծամոն իշխանությունները եւ իրենց այս խայտարակագույն ցածր վարկանիշը չփորձեն դրանով ռեանիմացնել, թե տեսեք մենք իբրև թե ինչ որ բարենորոգումներ ենք անում, իրենք ծայրից ծայր անդունդի եւ գահավիժման խորհրդանիշ են։ Իսկ կողմից կարծեք թե պարոն Սուքիասյան, իշխանությունները չեն էլ թաքցնում այն ցինիզմը, ծաղրը, որ ունեն հոգևորականների նկատմամբ, որովհետեւ իբրև թե վատի կամ սխալի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը, ասենք այդ կեղծ պատարակներին մասնակից է դարձնում հոգևորականները, որոնք ասենք ամենավերջին սեռական հայհոյանքներով են հրապարակային շփվում, անգամ հրապարակային շփվում քաղաքացիների հետ, մարդկանց հետ։ Այսինքն Փաշինյանը կարծեք թե նաև այդ տեսանկյունից ցույց է տալիս, որ իր նպատակը բարենորոգումը չի, իր նպատակը քանդելն է եւ կոպիտ ասած ժողովրդին ցույց տալ, որ ես կարող եմ ձեր բարի համբավ ունեցող հոգևորականներին հանել եւ եկեղեցի մտցնել սեռական կեղտոտ հայհոյանքներով հայտնի մարդկանց եւ ասել իրանք պետք է լինեն ձեր հոգևորականներ, իրանք պիտի պատարակներ, այսպես կոչված պատարակներ մատուցեն։ Չեք տեսնում այդ ծաղրը, ցինիզմը իշխանությունների կողմից։ Մենք իհարկե Արցախի 20 թվականի պատերազմից եւ 23 թվականի Արցախի կորստից հետո շատ լուրջ հոգեբանական ճգնաժամի մեջ ենք որպես ազգ եւ կենտրոնացած ենք երկրի անվտանգության եւ տարածքային կորուստների մասով Փաշինյանի ապիկարության եւ ըստ էության դավաճանության վրա, բայց երբ որ հետահայաց նայում ենք, ասենք տարբեր իրավիճակներում սեփական անձը Հիսուս Քրիստոսի Հռոմի Պապի հետ զուգահեռելու այդ իր այդ մարմաճը, ակնհայտ է մի բան, որ այդ մարդը նաեւ իրեն կարող է իրավունք վերապահել, որ ինքը նշանակի հոգեվորականներ, ինքը որոշի թե այս կամ այն եկեղեցականը պետք է լինի իր տեղում, թե ոչ, ընդհանուր մինչև կաթողիկոսը եւ այս ամեն ինչի նախերգանքը եղել է այդ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, գնդեվանքի ճանապարհին վեհափառի մեքենան շրջափակել հրմշտոց կազմակերպելը, այսինքն այս ամեն ինչը նոր չի, ուղղակի հասել է իր գագաթնակետին եւ մարդիկ մի պահ այսպես հանկարծակի են եկել ու ամենապարզ առաջին արձագանքը որ հասարակ քաղաքացին կարող է ունենալ հետեւյալն է որ իբր մեր պետության անվտանգային խնդիրները լուծեցիր տեղը գցեցիր մնացել է եկեղեցով դու զբաղվես այն որ եկեղեցին անջատ է պետությունի սահմանադրության մեջ բացառիկ դերը ֆիքսված է պարզ է դրանք չբարձրաձայնենք բայց ակնհայտ է մի բան որ իր համար առհասարակ ոչ միայն եկեղեցում ոչ միայն աշխարհիկ կյանքում իր համար չկան հեղինակություններ իր համար չկան տաբուներ եւ մարդու ցինիզմը, լկտիությունը, այդ դեմագոգիան հասել են աստիճանի, որ ասում է պատարակ եմ գնում, որ ես էլ եմ հայհոյախոս եղել, գնում եմ պատարակին, որ բան անեմ, այդ մեղքերից թողություն ստանամ։ Մի օր էլի հայհոյում։ Անանա, ու այսինքն նրա համար հայհոյել, հետո այդ հայհոյանքը պատարակով իբրև թե մաքրագործել, բան, դա ընդհանրապես խամաճիկությունը, դա դերասանություն է, դա էժանագին խաղ է, որովհետեւ ցանկացած վերլուծող դատող մարդ երբևէ չի կարող տրվել այդ հա այդ մանիպուլյացիային մեր հասարակությունը ես կարծում եմ որ առաջիկա նաև ընտրական գործընթացներում պիտի որ իր խոսքը ասի բայց այդտեղ նաև ընդդիմությունը այլ անելիք ունի որտեղ ամենաապաշնոր ամենաապիկար իշխանությանն անգամ մինչև ավելի կենսունակ ընդդիմություն չի հայտնվում որը կվռնդի նրան այդտեղից ամենավատ իշխանությունն էլ իներցիայի ուժով կարող է Անսկյասան լավ է որ խոսակցություն բացիկ ընդդիմության մասին հարցը ընդդիմության մասին էր որը ես փորձում եի ձևակերպել տեսեք իշխանությունը վատն է եւ դա քննարկման առարկա չէ այսինքն հազարավոր փաստեր կան դրա մասին բայց քանի որ տիտղոսային ընդդիմությունն էլ նախորդ կամ նախկին իշխանություն է հա կարծեք թե չի ստացվում ամբողջական քննադատություն կամ արդար քննադատություն իշխանությունների մասին ինչու որովհետև տեսեք
ընդդիմությունը արդարացիորեն խոսում է, ասենք, եկեղեցու դեմ արշավանքների մասին, բայց այդ եկեղեցու դեմ արշավանքների մասնակից են մարդիկ, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, հոգևորականներ են եղել, հա, քաղաքական թիմի անդամներ են եղել։ Եվ միայն ասել, որ Փաշինյանը սրիկայություն է անում, դա կարծեք թե ամբողջական չէ, որովհետև կներեք, բա դուք ինչ եք արել, որ նման կադրեր եք առաքել Նիկոլ Փաշինյանը, ստեղծել եք, չէ։ Ի վերջո նախորդ իշխանությունների ժամանակ գործարարներ են միլիարդատերեր դարձել, որոնք այսօր սպասարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ոնց եղավ, հիմա հասարակությունն էլ ասում է լավ, եթե դուք այդքան լավն էիք, ոնց եղավ, որ ձեր օրոք նման նախարարներ կային, նման օլիգարխներ առաջացան, նման փողատերեր առաջացան, հա, ամեն ինչ վերահսկողության տակ էր։ Իսկ գուցե խնդիրը արժեքային դաշտում է եւ այդ դաշտում խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանն արդեն չի առաջվում։ Ես մի քիչ ավելի այլ տեսանկյունից կփորձեմ նայել 18 թվականի իշխանապահությունից հետո հասարակության լայն շերտեր, շատ կոնկրետ չինովնիկների, պաշտոնյաների, տարբեր խոշոր կապիտալիստների մասով ուներ պատկերացումներ, որ այս մարդիկ օրենքի հետ տարբեր տարիներ կոնֆլիկտներ են ունեցել եւ նոր իշխանությունները պետք է առնվազն հաշիվները պարզեն եւ հասկանան ով է։ Բայց երբ որ Փաշինյանի իշխանության ձևավորումից հետո ակնհայտ դարձավ մի բան, որ շատ հանգիստ ովքեր ինչ արել են նախկինում, Նիկոլ Փաշինյանի տարբեր հիմնադրամներին կամ չգիտեմ ինչ որ ստվերային տարբերակներով ըստ տարբեր խոսակցությունների, կարելի է գալ համաձայնությունների, ինչ որ տուգանքներ, ինչ որ փայլ տալ եւ շարունակել նախկին գործելավոճը մի քիչ կոսմետիկ փոփոխություններով, այդ պարագայում այդ մարդկանց դժվար է մեղադրել։ Եթե ես կարողացել եմ նախկինների հետ լեզու գտնեմ այն ձևով, ներկաների հետ էլ գտնվում եմ այս ձևով, դուք իմ հետ ինչ խնդիր ունեք։ Ինչ վերաբերում է այսինքն այստեղ էլի ես ուզում եմ հիմնական թիրախները սլաքները ուղղել Փաշինյանի կողմը։ Նախորդների օրոք այո, կային շատ արատավոր երևույթներ եւ նաեւ հենց այդ պատճառով է որ որքան որ չգիտեմ արտաքին դավադրություն, ուժային կենտրոններ, միգուցե այդ ամեն ինչը իրոք տեղ է գտել, բայց միևնույնն է կար լայն հանրային պահանջ փոփոխությունների եւ ցանկացած իրեն դատող մարդ համարող անհատ այդ պահանջմունքը պետք է ունենա որ մենք քեզ չենք օգնել դու գաս իշխանության, որ այն ինչի դեմ մենք ընդվզում ենք եւ դու էլ բարձրաձայնում ես ընդդիմություն եղած ժամանակ, մենք քեզ չենք օգնել գաս իշխանության, որ դու դրանց հետ ինչ որ պայմանավորվածությունների գաս, հանրությանը դա պիտի ասի քվեով։ Չէ, հանրությունը հիմա տեսնում է, որ այն մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանին, այդ մարդկանց շրջապատից լիքը մարդ այսօր աջակցում է Փաշինյանին։ Այսինքն դու հանրությունը ասել ինչ ակնկալիք ունեք, որ ժողովուրդը մարդը Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը գյուղում, քաղաքում իր հոգսերի տակ կքած, պետք է մի հատ էլ մտածի, որ ասի, բայ Փաշինյանին մենք չէինք տվել, որ գար էս աներեն աներ։ Մարդը ազդեցության տակ անգնելու քարոզչության։ Հիմա քարոզչությունը ցույց է տալիս, որ նախկիններն ու ներկաները ոնց որ թե այդքան էլ իրարից տարբեր չեն։ Նախկիններն էլ ինձ թվում է որոշակի շերտավորում եւ տարանջատում կա, կա նախկինի։ Այո, այդտեղ նախկինի, հա, նախկինի բաժանախ։ Դե հա, այդ էլ կա։ Այս նախ այդտեղ ձեր ասած կոնտեքստով վնասակար է այդ սահմանների լղոզվածությունը, որ որքան էլ լինի տարբեր ուժային կենտրոնների միջև, չգիտեմ, երկրորդ, երրորդ նախագահների թիմերի միջև որոշակի, չգիտեմ, սոցցանցային ինչ-որ փոխհրաձգություն եւ այլն, այդուհանդերձ որոշակի սահմանների լղոզվածություն կա եւ Փաշինյանը օգտվում է դրանից, այսինքն մի կլիշեով բոլորը նախկին են իրենից առաջ։ Այնինչ ակնհայտ է, որ այդտեղ կան առնվազն երանգային տարբերություններ եւ հասարակության հետ անկեղծ բաց խոսույթի, հա, լուրջ դեֆիցիտ կա։ Գիտեք, շատ հեշտ է ասենց ընդհանրական ասել, վայ, հա, ճիշտ է, մեր ժամանակ վատ բաներ ա եղել ժողովուրդ ջան, կներեք, իսկ դա ո՞րն է։
կոնկրետ էլի կարելի ասել այ էս բաները մենք ընդունում ենք որ մեր ժամանակ եղել է սխալ, եղել է արատավոր, մենք մեղա ենք գալիս, հա դրա համար։ Այդ կարգի կոնկրետ խոսում չի եղել, ինչից էլ իշխանությունը օգտվում է, բայց կարծում եմ որ ընտրական գործընթացներին առաջ պետք է որ ջրերը պարզվեն եւ այդտեղ նաեւ առանձնատուկ անելիք ունենեն ուժերը, ովքեր այդ նախկինի այդ կլիշեի տակ չեն տեղավորվում, նոր ի հայտ հրապարակ եկած ուժեր են, մասնավորապես ասենք Մայր Հայաստանը, որը ընտրական գործընթացներում աննախադեպ արդյունքները ցուցանիշներ է գրանցում եւ նաեւ մեր պետության քաղաքական պատմության ընթացքում որպես անցած հետագից ելի աննախադեպ է որ թիմ խոշոր ընտրություններին մասնակցելով արդյունք ցուցաբերելով մոտենում է համապետական ընտրություններին որոշակի այսպես չասեմ սանիտարի դեր, բայց ավելի լակմուսի թղթի դեր կարող է խաղալ Մայր Հայաստանի գործունեությունը եւ նաեւ այն անհատների ուժերի, ովքեր որ իրենք կարծում են, որ իրենք ներկաների հետ որևիցե կերպ շահկապված չեն, նախորդների հետ կապված են, ոչինչով կաշկանդված չեն։ Այդ ուժերը անելիք ունեն եւ այո ճիշտ եք ասում, քարոզությունը իր գործը անում է, բայց այդտեղ կա նաեւ հակաքարոզչության հնարավորություն շրջել ամբողջ Հայաստանը ծայրից ծայր, չսպասել ընտրությունների եւ մթնոլորտ գեներացնել նախընտրական քարոզչությունից զգալի ժամանակ առաջ կարծում եմ Գառնանը ընդդիմությունը պետք է քիչ ժամանակ հատկացնի կուլիսային եւ գրասենյակային բանակցություններին, եթե ուզում են հաջողել։ Ավելի շատ մարդկանց հետ անմիջական ռեալ կոնտակտի գնալ, որովհետեւ մեր հանրապետության տարբեր շրջաններում ընկալումները եւ խնդիրները տեղեկացվածությունը խիստ տարբեր աստիճան են։ Պետք է ուսումնասիրել, հասկանալ, որ մարզ գնալու ուղղությամբ ինչ խնդիրներ պետք է բարձրացնել լոկալ եւ ինչ լուծումներ առաջարկել հանրությանը, որպեսզի մրցակցային լինի այն ամենի հետ, ինչ որ իշխանությունն է առաջարկում, իսկ իշխանությունն առաջարկում է ինչ եղել է, այդ ամեն ինչը նախկինում պայմանավորված էր, Արցախը մյուսը տված էր, հա այդ կոդերը շարունակում են մարդկանց շատերի մոտ աշխատել, մեկ էլ ինչ եք ուզում, հերիքա բզբզեք կոնֆլիկտ դարձնեք, խաղաղություն եկել դպրոց Գնացեք առողջություն արեք։ Հա, պետական պարտքը ավելանում է, պետական պարտքն էլ աստղաբաշխական թվերով ավելանում է, բայց ակնհայտ սուտ կերպով մարդկանց մանրանում, որ միանգամից եւ շատ զենք են առել դրա համար, ակնհայտ է, որ Հայաստանը 8 միլիարդի զենք չի առել, էլի, հա, այս ընթացքում 8 միլիարդով պետական պարտք է ավելացել, 8 միլիարդի զենք Հայաստանը հաստատ չի առել, բայց մարդուն այլընտրանքային, վերլուծական եւ ինֆորմացիոն հոսք չես ապահովում, այդ մարդը հակված է հավատալու Դեն գնելու բանը փակ ինֆորմացիա, ասենք ինչ թիվ կուզես կասես, հետո կպարզեն, չեն պարզի։ Դե հա, իշխանապողությունից հետո կերևա դա ճիշտ է եղել, թե ուղղակի կեղծիք է։ Պարոն Սուքասյան, ես ինչու եմ դժգոհում ընդդիմությունից, որովհետեւ բազմաթիվ առիթներ են ստեղծվում, որոնց միջոցով կարելի է ժողովրդին ցույց տալ այս իշխանության իրական կերպարը, որ մարդակեր իշխանություն է, եւ ես բերեմ մի օրինակ, ցավալի դժբախտ օրինակ, Աբովյանում տեղի ունեցած, ուրեմն Փաշինյանի այդ քերակնոջ քարոզչությունը Facebook-ում դա ինչ որտեղ զվարճալի է, ինչ որտեղ դատապարտելի է, բայց իրական կյանքում բերել է մարդու սպանության։ Աբովյանում երիտասարդ տղա է սպանվել Նիկոլ Փաշինյանի գրառման պատճառով, գրառման հետևանքով առաջացած վեճի պատճառով։ Հիմա ես նայում եմ ընդդիմությունը սա չի դարձնում հանրային օրա քննարկման առարկա։ Խորթանի ամբիոնից չի հնչում։ Հիմա ձեր ավականուն մի ձև կարելի էր գտնել դա հնչեցնել, հա, ավականու նիստերին, որը Վասոն կարելի ասել, որ 2023-ից հետո Երևանի ավականու նիստերն էլ խորհրդարանին հավասար լսվում են հանրության կողմից։ Եթերներից չեն հնչում, չի քննարկում, չի ասում, այս մարդու գրառումը, բացի նրանից, որ հակաեկեղեցական էր, մի կոնկրետ մարդու դժբախտության պատճառ է դարձել։ Եվ այս մարդը անհատական նաև դժբախտություն բերող է։ Եվ այդ սպանությունը, այո, սպանության պատճառը Նիկոլ Փաշինյանն է իր ատելության քարոզով։ Հիմա այստեղ արդյոք չուներ անելիք ընդդիմությունը եւ չունի անելիք ընդդիմությունը, որ չի անում։ Ընդդիմությունը մեր իրականության մեջ միշտ այսպես է եղել, որ ընդդիմությունը ակտիվացել է եւ հանրության համար շոշափելի ինչ որ
ալտերնատիվայի առաջարկ արել ընտրությունից ընտրություն։ Ընտրությունների միջակայքում եղած ընդդիմությունների գործունեությունը միշտ եղել է մի քիչ ավելի այսպես հետքաշված, սիտուատիվ, արձագանքողի դերում, այսպես ասենք, զուտ իրավիճակային, որ դե լավ, մյուս ընտրություններով կերևա ինչ-որ բան։ Իհարկե մեկ-երկու դրվագ կարելի է հիշել արտահերթ գործընթացներ առաջացնելու, մասնավորապես 22 թվականի դիմադրության շարժումը կամ սրբազան շարժումը 24 թվականին, բայց մի այսպիսի առանձնահատկություն կա, ես ես պարզ ասեմ, եթե մեր հասարակությունը մի քիչ էմոցիոնալ եւ դատողության առումով այլ գենետիկա ունենար, ընդդիմությունն էլ մի քիչ ինստիտուցիոնալ առումով, հատկապես մարզերում ներկայացվածության առումով ավելի բարենպաստ դիրքերում լիներ, ոչ թե բանակահասներ նրան, որ ինքը ձեր ասած դրվագով ինչ-որ մեկի մահվան պատճառ դառնար, այլ եթե 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ նա Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, նրան հետ վերադարձնող ինքնաթիռը օդաչուն պիտի հրաժարվեր զվարթնոցում վայրէջք կատարել, տեսնելով թե ինչքան մարդ է զվարթնոցում սպասում Փաշինյանին, որ հաշվի արդար տեսնի առնվազն քաղաքական առումով, թե դու ոնց գնացիր Պրագայում Արցախը ճանաչեցիր պաշտոնապես Ադրբեջանի մաս։ Այսինքն մենք այնպիսի դրվագներ ենք բաց թողել, որ հետահայաց նայելով այդ կետերի վրա կենտրոնանալով մենք մի հատ մազոխիստական ինչ-որ ցիկլի մեջ կմտնենք, ես չեմ հերքում ձեր ասածը, որ այո, նման դրվագներն էլ շատ պետք է բարձրաձայնել, դատապարտել, ի ցույց դնել եւ հանրության մոտ վերաբերմունք ձևավորել։ Բայց մեր իրականության մեջ ցավոք դեռևս ընդդիմությունը շատ դեպքերում իներցիոն գործունեություն է ծավալում, իրավիճակային գործունեություն է ծավալում, հատկապես պարլամենտում այս խայտառակ պատկերը որ կա, այս պայմաններում գնալ պարլամենտում գնալ փորձել ինչ-որ հույս ունենալ, այ պարլամենտական գործունեությունով մենք բան կանենք, հա, կսպառենք իշխանության ռեսուրսը, վարկանիշ կվաստակենք եւ այլն, գիտեք, ոչ մի սահմաններ չճանաչող եւ նաեւ արտաքին աջակիցներ, շահառուներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պես, հա, մարդու դեմ պայքարը դասական քաղաքական գործիքակազմով մեղմ ասած չի երաշխավորում հաջողություն։ Ես դրա համար եմ շատ կարևորում, որ դա միշտ տարբեր ժամանակների ընդդիմության խոցելի կողմն է եղել, որ գնալ եւ խոսել մարդկանց հետ անկախ նրանից ընտրական process կա թե ոչ։ Եվ Երևանից շատ հեռու գնալ գյուղամեջում 3 հոգու թեկուս հանդիպել, խոսել։ Այդ մարդիկ էլ ինֆորմացիայի կարող են վերլուծության, կարող են պարտադիր չի 50 հոգի մարդ լինի, որ դու գնաս այնտեղ։ Գնա 5 հոգու հետ խոսա, այդ մարդիկ տուն են գնալու հարևաններ։ Հլտես կարող ես այդ 5 հոգուն ինչ որ բան հասու դարձնես, որը հմեկի եթերից հասու չի։ Այդ աշխատանքը չի արվել երբևէ ու հիմա էլ ցավոք չի։ Իհարկե, այնտեղ ինչ որ տարբեր հանդիպումների երբեմն գնում, բայց այնքան չնչին տոկոս է կազմում եւ այնքան անընդհատ նույն տեղերն են գնում, որ բավական է Երևանից դուրս գաս տարբեր համայնքներ մտնես, դու տեսնում ես, որ եթե մարդը չունի ինչ-որ գենետիկ ըմբոստություն կամ կրթական որոշակի անալիտիկ ցենզ, այդ մարդը շատ հեշտությամբ կարող է հայտնվել ոչ միայն այս, այլ նաև ցանկացած այլ իշխանության, այսպես ասենք, այդ տեղեկատվական մամլիչի տակ եւ մի հատ ինչ-որ լոկալ իրականության մեջ իր տան դռան խնդիրներով, իր հավու կովով, հա, իր տնամերձով ապրելով կամ բոլորիդ հերնել անիծած մեկ այ իմ երեխեն գնում է դրսում աշխատում ընդերից է փող ուղարկում որ յոլա ենք գնում չգիտեմ բոլորդ էլ նույն բանն եք ով է շմեկ փալան եղուն գունես գլուխդ քորի այդ կարգի խոսույթները երբ որ տարածվում են գիտակցության ցածր աստիճան ունեցող դա ձեռնտու է իշխանությանը որ հա դու տենց բոլորից հիասթափվի տեղամասնել մի գնա մնա ձեր տունը դա անուղակիորեն քվեային մեզ համար քվեարկողները կգան հա մենք գիտենք ոնց կբերենք ոնց որ ասենք եղավ էջմիածնում էլի չէ այս օրինակ ինչի է ասում Փաշինյանի խոսքի պատճառով մարդ է սպանվել եւ սա կարող էր ընդդիմությունը դարձնել սիմվոլ տեղեկատվական նաեւ պայքարի հա եւ մարդկանց ցույց տալ թե այս մարդը ինչ աղետաբեր է ես չեմ ուզում ասեմ առիթ բայց մի խոսքով Փաշինյանը այնքան տեղ է տվել իր դեմ շատ գրագետ պայքար տանելու
Եվ դրանից քաղաքական ուժերը չեն օգտվում մեծ մասամբ չեն օգտվում։ Եվ սա է որ ասում եմ որ ընդդիմությունը անելիք ունի ու չի անում։ Կամ հոգնել են կամ մարդիկ չեն ուզում։ Ոնց որ տեսեք, այստեղ ես համաձայն եմ ձեզ որ մարզեր պիտի գնալ, բայց այն ինչ որ ես ասացի որ կարելի է անել, այդտեղ մարզ գնալու կարիք չկա, ընդհանրապես կարելի է խորհրդարանի ամբիոն բարձրանալ ձեր դեպքում քաղաքապետարանի ավականու ամբիոն բարձրանալ ու այդ ամեն ինչի մասին խոսել, որ ավելի շատ մարդիկ լսեն դրա մասին, մարդիկ իմանան անհատական պատմություններ, անհատական դժբախտություններ, որոնք տեղի են ունենում Փաշինյանի պատճառով։ Կամ մեկ այլ ներողություն ԿՊԱ-ական падգամավորը, սա էլ ասենք ու ամփոփ են մեր զրույցը, ԿՊԱ-ական падգամավորը Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի լրատվամիջոցի եթերից ասում է ԱԱԾ-ն կոմպրոմատներ է դրել Փաշինյանի սեղանին եւ լավ կլինի հոգեվորականները գնան առանց այդ կոմպրոմատները հրապարակելու։ Այսինքն սա էլ ահաբեկչություն է արդեն մարդկանց նկատմամբ։ Սա հանցագործության մասին հաղորդում էր։ Եվ էլի էս առիթը չի օգտագործվում։ Սրա մասին գրեթե չի խոսածում։ Սրա այս նման դեպքերի մասին է խոսքը։ Նախ անդրադառնամ ավականու նիստերի ֆորմատին, երբ որ զուգահեռում եք parlamenti հետ, եթե շատ չեմ զուգահեռում, որտեղ տարբեր են։ Չէ, իրականում վերջին 2 տարում ինքը կարծես թիվ 2 ամբիոնը դարձած լինի, երբեմն էլ որպես տարբեր սոցիալական խնդիրներ շոշափող հարթակ, շատ դեպքերում անգամից կառաջ է անցնում parlamenti-ից իր բովանդակային քննարկումով, վաստավորապես չգիտեմ, երբ որ խոսքը վերաբերում է հանրային տրանսպորտին, կարմիր գծերին, գույքահարկին եւ այլն եւ այլն։ Բայց ի տարբերություն parlamenti, այդտեղ նիստեր տեղի ունեն ընդամենը ամիսը մեկ, զեկուցվող հարցերը, որի շրջանակներում է միայն հնարավոր ելույթ ունենալ։ Վերջին նիստի ժամանակ ընդամենը այսպես իբրև թե ճակերտավոր բարիկամ ցուցաբերեցին, մի հարց դարձրեցին զեկուցվող, մնացածը էլի չզեկուցվող է, դա արդեն կառավարությունից են օրինակը վերցրել։ Եվ մենք մաքսիմումը կարողանում ենք անել սոցիալական հարցերը, օրակարգի հարցը եւ քաղաքական խոսույթը առավելագույնս համատեղելու առումով այդ սեղ եւ սուղ ժամանակի րոպեների ընթացքում ինչ որ խնդիրների բարձրաձայնում անել եւ նայել տալ քաղաքական գնահատական։ Այդ առումով մենք ժամանակային եւ ֆորմատային լուրջ խնդիր ունենք, բայց միևնույնն է քաղաքական առումով մենք որպես օպոնենտ թիվ 1 առաջամարտիկն ենք քաղաքային ավականիում, որը իր բարեազդեցությունը թողեց, որ եւ Գյումրիում եւ Վաղարշապատում մենք խմբակցություն ունենանք։ Ինչ վերաբերում է ձեր ասած դրվագով, տեսեք, նույն հոգեվորականների մասով, ինչպես ես մատնացույց արեցի, որ դա նոր չի սկսել, աստիճանաբար են այդ լկտիությունը, սանձարձակությունը, հարձակումը, նրանք քիչ-քիչ են դրել շրջանառության մեջ, բժշկագիտության մեջ էլ էսպիսի բան կա, որ որոշակի թույների տեսակ կա, եթե մի չնչին չափով տալիս ես մարդուն, որից նա չի մահանում, աստիճանաբար չափը ավելացնում ես եւ այն գերադրական չափից արդեն ինքը երբ որ իմունիտետ է ձեռք բերում օրգանիզմը, միևնույնն է այդ մարդը չի մահանա, բայց եթե այդ չափը միանգամից դու նրան տայր առանց թույլ չափերի, նա կմահանա, հա։ Հիմա նույնը էս է, լկտիության եւ հակաեկեղեցական սանձարձակության այդ արշավը իրենք սկսել են ավելի թույլ դոզաներով, եթե միանգամից անային այն ինչ որ հիմա են անում, կարող է ընդվզում առաջանալ։ Բայց իրենք աստիճանաբար մարդկանց կենցաղ մտցրեցին, որ это в порядке вещей, էլի, որ կարելի է քնից վեր կենալ եւ լինելով երկրի ղեկավար Facebook-ում հայհոյել վեհապարին եւ դա էլ ասենք եւ եվրոպական մեդիաները տարածեն, հա ինչ ա եղել, որ եւ արդեն այդպես եկել են օրենքն են ոտնակոխանում անձնական կյանքի անձեռ մխելիություն, ասում են որ իրենք ԱԱԾ-ն զեկուցում է իրենց ինչ որ բաներ, նրանք դե սպառում են հրաժարական տվեք թե չէ կհրապարակենք եւ հոգեվորականները այդ բարագամ ճիշտ կանեն որ ասեն ինչ ուզում եք հրապարակեք անկամից եթե այդ հրապարակը ճիշտն է, հրապարակեք, միևնույնն է գործիքակազմ, որով դու կարող ես պետություն որպես ստիպել դրան դուրս գալ, այդ թեմից, հա, այդ եկեղեցուց չկա ուղղակի։ Այսինքն եթե ամենավերջին մեղքերի մեջ անգամ մեղադրեն, եթե մարդու վարքագծի մեջ չկա քրեական օրենսգրքի հետ որևիցե կոնֆլիկտ, պետությունը չի կարող ոչ մի կերպ մտնել եկեղեցում ինչ որ բան դնել եւ վերցնել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հետաքրքիր զրույցի համար ես շեշտում զրուցում էի Մանուկ Սուքեսյանի հետ, տեսություն կհանդիպենք։